Այսօր հոկտեմբերի 31-ն է, դա նշանակում է, որ շատ մարդիկ նշում են Հելովինը։ Այսօր միասին կպարզենք Հայաստանում մարդիկ նշում են այս տոնը, թե ոչ, ինչ վերաբերմունք ունեն այս տոնի նկատմամբ եւ ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեն։ Երևանի ոսկյաշուն, մեզ ուղեկցում են դեպի տուն, մի շրջանի, մի անտերշում։ Հելովին եք նշում։ Այո։ Ամեն տարի նշում եք։ Չէ։ Չէ։ Այս տարի եք միայն նշում։ Կասեք ձեր կերպարը, ինչ կերպար է։ Սերժ Թանկյան։ Նման է։ Ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեք։ Ոչ մի։ Չունեք։ Եկեք։ Ձեր կերպարները կասեք, ինչ կերպարներ եք վերցրել։ Ghostface-ի կերպարով եմ հագնվել։ Շատ հետաքրքիր կերպար ունեք, արծվի։ Դուք։ Ես հայերեն չեմ հասկանում նորմալ։ Հասկացա։ Ինչ որ հետաքրքիր պատմություն կպատմեք Հելովինից։ Որ իռլանդացիները ստեղծել են այս տրադիցիան, որ չար ուժերին իրենց տներից քշեն, որովհետև իրանք վախենալու մասկաներ հակներով, իրանք չար ուժերը քշում են իրենց տներից, тем самым как бы оберегая свои семьи։ Ու հիմա որ իրանք իռլանդացիները, կելտերը ու շոտլանդացիները գնացին Ամերիկա ապրելու, իրանք իրենց տրադիցիաների մի մասը բերեցին Ամերիկա, ու Ամերիկայում ուղղակի դրանից ստեղծել են տոն։ Գնում են երեխեքը կոնֆետներ են հավաքում ու չգիտեմ, ուղղակի վիսիլացը ոց։ Իսկ դուք կոնֆետներ արդեն հավաքել եք։ Չէ, ես տալիս եմ կոնֆետները։ Շնորհակալ եմ։ Իսկ ձեր ամենասիրելի սարսափ ֆիլմը ո՞րն է։ Ճիշտն ասած ես չեմ նայում, բայց ինձ շատ դուր եկավ Սուբստանցիան։ Ձերը։ Մտածում է։ Իսկ ձերը։ Ghostface, Creek, вся серия. Իսկ ասեք, ինչ պատմություն գիտեք դուք Հելովինի մասին։ Не знаю. Իսկ դուք ինչ կերպար եք ընտրել։ Что было, то надел. Իսկ եթե հնարավորություն ունենայիք որևէ սարսափ կերպար վերցնելու, որը կընտրեիք։ Скорее всего, солдат СС. Դուք։ Ես էլի երևի Ghostface-ին, ինձ շատ է դուր գալի իր այս այկոնիկ մասկան։ Դուք։ Որ կերպարը կընտրեիք։ Я просто аноним ничего. Դուք մտածեցիք։ Այս ինչ կերպար եք ասեք։ Չարեկ-տրիոգոլնիկը։ Հենց այս կերպարը ես խաղից եմ վերցրել, խաղը շատ տխրի է, դրա համար որոշեցի հենց իրան սարքեմ։ Ամեն տարի մասնակցում եք այս ոճով։ Ոչ, Առաջին անգամ։ Առաջին անգամ։ Շատ հետաքրքիր։ Ոնց որոշեցիք, որ այս կերպարը հենց պետք է վերցնեք, ինչպես եկավ այդ միտքը։ Ես հենց այսպեսի շորերով, գլխով, ամեն ինչով TikTok-ում էի տեսա, շատ դուրս եկա, որոշեցի իրան սարքեի։ Դուք անձամբ սարքել եք։ Անձամբ, մի գիշերում։ 3, այսինքն։ 1 գիշերում, որտեղ հաջորդ օրերն այնց ստացեց, որ ինձ պետք էր, եւ արեցի։ Ձեր սիրելի սարսափ ֆիլմը ո՞րն է։ Անո։ Իսկ ձերը։ Անաբելը։ Իսկ դուք ինչու կերպար չեք վերցրել, ինչու չեք կերպարանափոխվել։ Չգիտեմ, ուղղակի ժամանակ չկա տենց ինչ-որ սենց Պատրաստելը։ պատրաստելու համար ժամանակ չկտա։ Ինչ հետաքրքիր պատմություն կպատմեք։ Վախենալու միգուցե։ Կա մեկ պատմություն, բայց ինքը չի կարող ասել, որ այդքան է վախենալու է, ավելի շատ մահացու է, բայց էլի բան է, մեծ կտոր ապակին ընկել է վզից ու մի հատվածն է գլուխս է պատրել, բայց տենց շատ սարսափ չունեմ ես պատմելու։ Իսկ դա բավականին սարսափ էր։ Հա, իսկ հիմա իմ առջև ձեր հոգին է արդեն։ Եկեք բախացնեք։ Բարև ձեզ, կասեք ձեր կերպարը ինչի մասին է։ Դե, նայեք ես զայչիկին եմ արել, բայց մի քիչ sense ավելի ճոմնի ստիլով, որ Halloween-ին սազի տենց ասած, շնորհակալություն։ Ինչպես որոշեցիք այս կերպարը վերցնել։ Դե ես ինձ սիրած կերպարն է, sense ուշկաներ ունի, ասի մտածի կոստյումը կկարեմ մի օրում, տենց կարիմ ու sense սարքի։ Կոնֆետ ուզում եք։ Բացեք, ես էլ ունեմ, ես էլ ձեզ կտամ։ Ինձ մի քիչ առաջ նվիրել են։ Սա էլ ձեզ։ Փոխանակում ենք կոնֆետներով։
Կասեք ձեր ամենասիրելի սարսափ ֆիլմը։ Ես կարամ իրա տեղ ասեմ, քանի որ ես եմ ֆանը։ Smile-ի երկու մասը, իրանք շատ լավն են ու փաստացի ամեն Անաբելի մասն էլ է լավը, բայց ամենալավը երևի երրորդն է։ Ինքը Conjuring-ը կոչվում, Conjuring Free, ու իրան եթե սենց հերթով նայել, շատ հետաքրքիր ինքը կինոներ են, բայց վախենալու են բնականաբար։ Իսկ դուք կերպար ընտրել եք։ Չէ, ճիշտն ասած, ուղղակի քանի որ ես ման եմ գալիս իմ սիրած Ֆորմուլա 1-ի ոնց որ վարորդի բանով, հագուստով, ոնց որ ինձ ոնց որ ընտրել եմ, բայց ես ամեն օր եմ էլի, ասես ոնց որ ամեն օր Հելլոուին է իմ մոտ։ Շատ լավ։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք մեկ օր ընտրել այն կերպարը, որին կուզեիք մարմնավորել, որը կլիներ այդ կերպարը։ Ճիշտն ասած, չգիտեմ, կարող է բանը Death Note-ի Light Yagami-ին, որովհետև շատ հետաքրքիր կլներ իրապես ինտելեկտ ունենա։ Ինքը շատ ոնց որ խելացի կերպար է էլի ամեն դեպքում դրա պատճառով։ Իսկ դուք ում կընտրեիք։ Չգիտեմ ճիշտն ասած։ Չեմ կասի, չեմ մտածել։ Ես Կորոլինա Ջոնսն եմ, Կորոլինա մուլտֆիլմի ու գրքի հերոսուհի։ Չգիտեմ, սարսափ ֆիլմեր քան չեմ նայում։ Իսկ ամեն տարի մասնակցում եք Հելլոուինին։ Ճիշտն ասած, մի անգամ փոքր ժամանակ եմ մասնակցել, էս էլ երկրորդ տարին է։ Ճիշտն ասած, ես ուզում էի դինոզավրի դիմակս հագնել, բայց այսօր փոշմանեցի, ասացի սենց լինեմ, տենց։ Ձեր սիրելի սարսափ ֆիլմը։ Աստրալ։ Ես ուղղակի ված խոսում եմ հայերեն։ Կներեք։ Հա, խնդիր չկա։ Իսկ դուք մասնակցում եք Հելլոուինին ամեն տարի։ Ուղղակի չէ, ես իմ первый день, первый раз։ Նշում եք Հելլոուին։ Չէ։ Ոչ մի տարի չեք նշել։ Չէ։ Ինչու։ Իմ կորսիկով ինչ որ պետքական տոն չի, մանավանդ այն երկրում, որտեղ որ քրիստոնեությունը ընդունված, նմանատիպ տոներ չեն նշվում։ Դուք ինչ կասեք։ Նույնը։ Համակարծիք եք։ Շատ լավ։ Իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի սարսափ ֆիլմը։ Չունեմ։ Ես էլ չեմ նայում, չունեմ։ Ո՞ր ժանրի ֆիլմեր եք ընտրում։ Ավելի շատ երևի կոմեդիա։ Տենց սիրային կոմեդիա։ Makeup and photo with Halloween. For Halloween, yeah. Հիմա գնում ենք մի տեղ նստենք, պատրաստում ենք մի հատ, որտեղ Ինչպես եք պատրաստվելու Հելլոուինին։ Քսվելու ենք ու լավ ժամանց ենք անցկացնելու մեր կամպանիայով։ Ինչ կերպար եք ընտրել։ Ես Մարտիշան եմ Wednesday-ի ոնց որ մայրը։ Ես The Bad Guys-ի մեջի Webs-ը։ Իսկ արդեն երևում է։ Դուք Ես չունեմ։ ունեք կերպար։ Չեք մտածել, դուք էլ չունեք։ Տղաներ դուք։ Դե ես Գարի Պոտերն եմ։ Երևում է։ Վաու։ Դուք Ես չգիտեմ ինձ ուղղակի դեմքից նկարել են։ ասել են գնա նշի։ Դուք ինչ կասեք։ Դուք Wednesday-ն եք։ Շատ լավ։ Որն է ձեր սիրելի սարսափ ֆիլմը։ Ոյ, չգիտեմ։ Երևի Զվանոկ, չգիտեմ, երևի Զվանոկը, բայց ես այդքան խորհուրդ չեմ նայում, էլի։ Ես էլ իրականում չեմ նայում հորորներ։ Սարսափ ֆիլմեր չեք նայում։ Չէ, չեմ կարում։ Ով է նայում սարսափ ֆիլմեր։ Ուլիպկա։ Сияние. Դուք Beetlejuice։ Չեմ նայում։ չեք նայում։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք որևէ կերպար ընտրել, որ ամբողջ օրը կմարմնավորեիք այդ կերպարին, որը կլիներ։ Կարոլինան Странные кошмары ինքը ընդեղից։ Լավ։ Դուք Ես հենց Մարտիշային։ Ես էլ ես նույն Webs-ի։ դուք էլ Դե երևի։ արդեն Գարի Պոտերին անում եմ։ Ես չունեմ։ Էլի չունեք որևէ կերպար, որ կուզեիք մարմնավորել այսօրին։ Այսօրին Սումա Iron Man։ Դուք Անոնիմուս խակեր։ Wednesday։ Այսինքն դուք ձեր կերպարների մեջ եք։ Այսօր ինչ եք մտադիր անել, կոնֆետներ բաժանել, վերցնել, ինչ եք որոշել անել։ Չգիտեմ, երևի ուղղակի ժամանց ասկացնենք, նայենք, տնենք ինչ կոսպլեյներ ընդհանրապես կլինեն մեր շրջապատում։ Ասում են վախեցնել։ Ինչպես եք վախեցնելու։ Մեյքափները
Մեր օբրազները։ Իդեպ մի քիչ ներքև մենք նոր հանդիպեցինք, այնտեղ մեյքափ են անում հենց Հելոուինի համար, կարող եք իջնել հետաքրքրվել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։